Ողջույն։ Ուրեմն հեռավոր 2018 թվականի ապրիլ ամսին, եթե չեմ շփոթվում, երբ որ Նիկոլ Փաշինյանը անվանենք նրան այն ժամանակվա ընդդիմադիր գործիչ, քաղաքական գործիչ, պատգամավոր, իհարկե անիծվեր այդ ընդդիմադիր գործիչը, ինչևից է, սկսեց մի խումբ ուսապարկերի հետ իր քայլարշավը Գյումրիից մինչև Երևան, ես, ինչպես նաև 100 հազարավոր հայեր հետևում էինք աշխարհի տարբեր անկյուններից այդ միջոցառմանը, այդ քայլին, Չալոնել հետերը գցած, Լենա Նազարյանին եմ հիշում, Հովիկ Աղազարյանն էր կողքին, նույնիսկ հիշում եմ Սևան Երևան մայրուղու ժամանակ մի հարգարժան տեսքով տարեց տղամարդ էր ժամանել Լոս Անջելեսից հատուկ իրանց հետ մասնակցելու քայլելու համար, այսինքն ինչպես 100 հազարավոր հայեր հետևում էի նրանց քայլի երթին, հույս ունենալով, որ վերջապես մի լավ բան, մի լավ փոփոխություն կլինի մեր երկրում, մեր երկիրը կազատվի Ռոբիկ Քոչարյանի եւ Սերժիկ Սարգսյանի ուրեմն կոռումպացված ռեժիմներից եւ մենք ձեռք բերենք անկախություն, արդարություն, ինչ ասեմ, բոլոր դրական լավ բաները, ինչ որ կարող է ցանկացած երկիր ունենա կամ ինչը որ մարդ կարող է իր երկրին, հարազատ երկրին ցանկանալ։ Եվ միակ բանը, որ ես հեռավոր Միացյալ Նահանգներից կարող էի անել, փորձելով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին, իմ հայրենիքին, այդ քայլողներին, իմ աջակցություններ, իմ բարոյական աջակցություն, ինչպես նաև իմ ֆինանսական աջակցությունը, որը մի աննշան չափով մասնակցեցի ես դրան, կապի մեջ մտա այն Արայիկ Հարությունյանի հետ, որը հետո դարձավ հեղափոխությունից հետո դարձավ կրթության նախարար, ժողովրդավար նախարար, որը մետրով էր աշխատանքի գալիս, հետո ավիրեց կրթության ժողովրդական նախարարությունը ավիրեց հիմա էլ որպեսզի դե Նիկոլի մոտիկ նայեն առանց գործիո չի թողե պիտի 2 կոպեկ էլեմի աշխատի տարե դրել է իրան խորհրդական թե ինչա խորհրդալի տեսնում ենք համենայն դեպս իմ միակ աջակցությունը ուրեմն բարոյական աջակցությունից բացի ֆինանսական աջակցությունն էր չնայած պետք է ասեմ որ որոշ ժամանակ անց երբ որ մենք բոլորը ստափվեցինք ես նույնպես հասկացա որ այդ ֆինանսական աջակցության կարիքը չկար այդ գումարը որ ես ուղարկել էի Իրաստանի մի կարիքավոր ընտանիքի տայի կամ մի ինչ-որ մուրացկանի տայի կամ տանեի մեր եկեղեցուն նվիրատվություն անեի, ավելի օգտակար դրնել քան նրանց, քանի որ ասենք ուրեմն կային օլիգարխներ հարուստ արդեն, մեծահարուստ օլիգարխներ, իրանք սկզբից քոչարյանական էին, հետո սերժական էին, հետո արդեն զգացին ինչ փոփոխություններ ա տեղի ունենում Հայաստանում, անմիջապես արդեն պատրաստվեցին իրանց ճամբարը փոխելու ինչպես Սուքյասյանը այսօրվա Ռուսաստանում արտակարգ եւ դեսպան Գուրգեն ազգանունը չեմ հիշում, գիտեք ում մասին եմ ասում, այսինքն այս պարոններ են գլխից, այս տեսակ մարդիկ ընդհանրապես լավ հոտարություն ունեն, իրանք արդեն գիտեն քամին որ կողմից է փչում, որ ճամբարը պետքա փոխեն, հիմա էլ կան ասենք այն Բագրատ Եսիմինչյան արեք դրա մասին բան է տեղադրել Facebook-ով, որ եսին որտեղից է սկսել դասախոս ա եղել, Բարգավաճ Հայաստանից էր, հետո մտավ ընդեղ, հետո դիզուս եկավ մտավ ընդեղ, հիմա եկե Նիկոլականա դառը, նստեց ծաղրումա ժպիտով, բանով ինչ-որ ցենց էլի, այդ տեսակի այդ առնետային հատկություններ ունեցող հատկանիշներով մարդիկ իրանք քամի սկսվելուց դեռ մի որոշ ժամանակ առաջ արդեն գիտեն թե քամին ոնց է գալ ուրա գնալու որ ճամբարը պետքա փոխեն դրանցից մեկն էլ ասենք Կոնջորյանն էր չէ անմիջապես պահը զգաց էլի որ գցեց բռնեց որ երևի Մարուկյանի հետ լուսավոր Հայաստանի հետ հեռանկար չկա նա իշխանություն չի ստանա պաշտոն չեն տա բան տա պաշտոնը ԿՊ-ում է համենայն դեպս դա էր իմ օգնությունը եւ դրանից մի 2 ամիս հետո արդեն սկսվեցին ամառային թեժ շրջանը հեղափոխական ուրեմն ողջավորությունը շարունակում էր հայերի մեջ Հայաստանում ընտանիքը մեկնեց Հայաստան ես աշխատանքի բերումով չկարողացա մեկնել մնացի այստեղ բայց խնդրեցի տիկնոջս Երևանից վերադառնալիս ինձ համար բերել մի շարք գրքեր երևի որ սուտ չասեմ մոտ մի 20 գիրք էի պատվիրել
բոլորը գտել էր, բոլորը գնել էր, բոլորը բերել էր, դա էլ ինչ-որ մի գումար ծախսեցինք Հայաստանում գրախանութների համար, ինչպես նաև գիրք գրողների, հրատարակողների համար, դա էլ է նույնպես պետք է հաշվի առնել, ինչևից է, պատվիրել էի հիմնականում իմ լավ բարեկամ ընկեր Թաթուլ Հակոբյանի գրքերն են երևի մի 7 հատ, ասենք Քաջազնունու մասին հոդվածը, դաշնակցության մասին, մենք այստեղ էլ անելիք չունենք, գիտեմ, ովքեր ծանոթ են Թաթուլ Հակոբյանին, երևի ծանոթ են նրա ուրեմն հրատարակած նրա գրած գրքերին, հուսով եմ գնում եք, կարդում եք, շատ հետաքրքիր գրքեր են, գիրք էի պատվիրել կարծեմ Գարեգին Նժդեի մասին, կարծեմ Չարենցից էի որևէ բան պատվիրել, Սևակ էի պատվիրել եւ իհարկե այն ժամանակվա ամենա ուրեմն պոպուլյար հանրահայտ գիրքը Նիկոլ Փաշինյանի, եթե չեմ սխալվում, կոչվում էր Երկրի հակառակ երեսը, թե ինչ-որ Նիկոլ Փաշինյանի գիրքը։ Ուրեմն դա 2018 թվականի ամռան էր, գրքերը երևի օգոստոսի վերջերին արդեն հասան ինձ, մի որոշ ամիսների ընթացքում կամաց դե ուրիշ բաներ եմ կարդում, հետո այդ գրքերը բոլորը կարդացի։ Բոլոր գրքերը կարդացի, բացի Նիկոլ Փաշինյանի գրքից, ինչու։ Ինչ-որ սկզբից չստացվեց ժամանակի առումով, հետո երևի մոտարապես մի 6 ամիս կամ 8 ամիս, 10 ամիս, գուցե 1 տարի անց, ինչ-որ ես սկսեցի կամ ավելի վաղ հիասթափություն ապրել այդ մարդուց, այդ իր շարժումից, իր այն բաներից, որ ինքը պիտի աներ ու չարեց, առաջինը հենց այն էր, որ իմ լավ բարեկամ ընկեր պարոն Մարուկյանը խորհուրդ տվեց, որ անել ուրեմն փոխել ամբողջ դատական համակարգը բոլոր դատավորներին, վեթինգի ենթարկել, այդ վեթինգ բառը առաջի անգամ Մարուկյանից դուրս եկավ, հետո մի քանի ամիս հետո սկսեցի ոման կրկնել։ Ինչևից է, վերադառնանք մեր ոչխարին, ուրեմն բոլոր գրքերը կարդացի, բացի Նիկոլ Փաշինյանի գրքից։ Անցել է արդեն 7 տարի, այս գիրքը ես ինձ մեր տանը, որ անկյունում գծված էր, այսօր հայտնաբերեցի, բոլորովի ցանկություն չունեմ այս գիրքը կարդալու։ Չեմ մի 3000 դրամա տվե, 5000 դրամա տվե, գինել չկա վրեն գրած, նույնիսկ ինձ համար է հիմա այս գրքը բռնել ձեռքերից մեջ, այս մարդու դեմքին նայելը զզվելի է։ Մտածեցի տանեմ Թուրքիայի տուն, 30 րոպեվա ճանապարհի վրա, նվիրեմ, գուցե իրանք էլ Նիկոլի պես այս գիրքը վեկալես, ժպտերես բանկ սեղմեն իրենց կրծքին, հետո հասկացա, որ թքած ունեն Նիկոլի վրա էլ, այս գրքի վրա էլ։ Կապտվեցի շատ հեռավոր գյուղեր, առաջարկեցի առանձին անհատների այս գիրքը իմ կողմից իրանց նվեր, եթե այդպես կարելի ասել, հետո պարզվեց, որ մեր գյուղական շրջաններում բավականին արդեն կյանքը զարգացել է, թերթը եւ գիրքը որպես զուգարանի թուղթ էլ չեն օգտագործում։ Դրա համար սենց ոնց որ ասում են ձեռը կրակտեմ, ընկեր, չգիտեմ ինչ անեմ, ու գտա, որ ամենահարմար բանը այս գիրքը երևի պետքա այրել, ոչնչացնել, որտեվ սա չարիք է, սա կեղծիք է, սա թյուրմացություն է, այրելու համար էլ ինչ-որ մտածեցի այրեմ, հանգարց միտեղ գիծը ձեղից սսնդրի ուրեմն հրդե բան լինի, ամենահարմար բան այս պահին, որ գտա այս գրքի հետ կարելի անել, այս գիրքը պարզապես պետքա պատրել։ Ես ուրիշ ոչինչ չգտա այս գրքի հետ անելու, քան մենակ պատրելու։ Այս գիրքը աղբա, իր հեղինակը աղբա, այս գրքի ճակատագիրը, ինչպես նաև իր հեղինակի ճակատագիրը, իր խմբի հետ պետքա լինի սա։ Այս գիրքը պետքա պատրել, ոչնչացնել, հիշեցնելով մեր հայրենակիցներին, որ նրանք ընդամենը մի 60-70 հոգի են։ Այդ 60-70 հոգին ավերում է մեր երկիրը։ Այսա, Այսա ճակատագիրը սա պետք է լինի։ Այսա։ Ամենալավ բանը, որ ես կարող եի անել այս գրքի հետ։ Ամենալավ բանը։ Եվ իհարկե մաքուր պայելով մեր բնությունը, ասում են աղ թափել չի կարելի, այսպես պետք է անել։ Սա սատանա է, ժողովուրդ, սա չարիք է։ Ովքեր սա չեն գիտակցում, մի օր կգիտակցեն երևի, այսպես պետք է ոչնչացնել եւ բնությունը եւ միջավայրը չկեղտետելու համար, ահա գտնվում է աղբարկղը, ես հիմա այն կուղարկեմ այնտեղ։ Իր տեղը ընդեղ է։ Հիշում եք Պավլիկին, դատարանում Պավլիկի նման մարդուն պահում են այսօր բանտում, Պավլիկի նման մարդուն իր կյանքը դրած այս տխմար ժողովրդի
ազատության համար, անկախության համար, Պավլիկի նման մարդուն դատում են։ Պավլիկը դատարանում ասես Նիկոլին գցեք աղբար կգա։ Այ Պավլիկ ջան, կներես մի քիչ ուշացումով, հետևում եմ քո խորհրդին եւ Նիկոլին հիմա գցեմ աղբար կգա։ Այսօր շաբաթ օր է։ Վաղը կլսեք Թուրքիայի կատարած այցի արդյունքները եւ ինչ ասեմ, ուրախացեք, սրտիկներ դրեք Նիկոլի տակ, միջև։ Ամենայն բարիքներ, էսա, այս տականքի տեղ աղբար կգա։ Его место ռուսը կասել ու պարաշի, բայց քանի որ ես գողական աշխարհի շատ հեռու եմ եւ չեմ ընդունում այդ բարքերը, այդ պարաշ, բարկասու, պարաշել չկա, պարաշել չեմ տեսնում, նշանակում է մարդու տեղ այն աղբար կգա։ Ամենայն բարիքներ բոլորին։ Մտածեք, ձեր ուղեղով մտածեք։